Բարի լույս։ Այսօր փետրվարի 5-ն է 5 շաբթի։ Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է $2 միլիարդ ծախսել նոր բարձր տեխնոլոգիականությամբ տվյալների բազա ստեղծելու համար։ Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ դա ընկերության պատմության ընթացքում ամենախոշոր ներդրումը կհամարվի։ Ներդրումները նախատեսված են 10 տարվա համար, իսկ տվյալների բազան 30 տարվա համար։ Այն պատասխանատու կլինի Apple-ի բոլոր ծառայությունների, տվյալների փոխանցման համար, այդ թվում iTunes, iCloud եւ Siri ծառայությունների։ Նոր նախագծի համար կպահանջվի ավելի քան 650 աշխատակից։ Այլ տվյալների բազաների համեմատ Apple-ի նախագիծը կհանդիսանա էկոլոգիապես ամենաապահովն ամբողջ աշխարհում, գրեթե ամբողջ էներգիան ստանալով արևի էներգիայով սնուցվող համակարգերից։ Android-ի օգտատերերից տեղեկանում ենք, որ Google հարթակի բջջային օպերատորների համար նախատեսված WhatsApp հավելվածի թարմացված տարբերակի օգնությամբ հնարավոր է իրականացնել ձայնային զանգեր։ Օգտատերերից մեկը համացանցում տեղադրել է նոր գործառույթը ցույց տվող տեսանյութ։ Ասենք, որ ձայնային զանգերը բջջային հավելվածում հայտնվել են 2.11.508 թարմացումից հետո, սակայն Google Play օգտատերերի մեծամասնության մոտ դեռ անհասանելի է։ Գիրք նվիրելու օրվան փետրվարի 19-ին ընթառաջ, ինչպես նաև կարևորելով հայ գրականության տարածումը, Անտարես հրատարակչությունը ձեր ընկերների օգնությամբ ձեզ կնվիրի հայ դասական եւ ժամանակից գրողների հրաշալի գրքեր։ Գիրքը ընտրում եք դուք, տեղադրում ձեր Facebook-յան էջին համապատասխան հղումը եւ ստանալով 300 ու ավելի հավանություն, ձեր էջում շեյր արած հղումի համար փետրվարի 19-ին ստանում եք այդ գիրքը Մաշտոցի պողոտայում, օպերայի հարակից տարածքում գործող Անտարեսի գրքերի տաղավարից։ Արդեն հայտնի են 51 հաղթողները, որոնք ժամանակին եւ ճիշտ ուղարկել են իրենց տվյալները։ Մյուս մասնակիցները կարող են շարունակել լայքեր հավաքել եւ ձեռք բերել իրենց սիրելի գրքերը զեղչով։ 100 եւ ավելի հավանություն ստանալու դեպքում գիրքը կարող եք ձեռք բերել 30% զեղչով։ Նվիրիր հայ դասական եւ ժամանակից գրականություն ակցիան գործում է մինչեւ փետրվարի 18-ը ժամը 24:00, որից հետո ուղարկված նամակները չեն դիտարկվի։ Իսկ այժմ Երևանում +3 աստիճան է։ Հետևեք եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։